Բոլոր այն վարորդները, ովքեր 2011 թվականի հունվարի 1-ից կերթևեկեն առանց պարտադիր ավտոապահովագրության վկայագրերի, կտուգանվեն 50,000 դրամի չափով։ Դրանից հետո յուրաքանչյուր 10 օրվա համար վարորդը կտուգանվի 5,000 դրամով, բայց ոչ ավելի, քան տարեկան 100,000 դրամը։ Գոյություն ունի չափահովագրվելու միայն մեկ հիմք, եթե մեքենայի սեփականատերը մեքենան հանել է հաշվառումից։ Ըստ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված սակագների, ապահովագրության նվազագույն շեմ է սահմանվել 19,000 դրամը, իսկ առավելագույնը 106,000-ը։ 3 տարուց ավելի վարորդական փորձ ունեցող վարորդների համար ռուսական կամ արտասահմանյան միջին հզորություն ունեցող ավտոմեքենայի ապահովագրավճարը կկազմի միջինը 50,000 դրամ։ Մեր համաքաղաքացիներից շատերը դեռևս չեն համակերպվել այն մտքին, որ պետք է պարտադիր վճարում կատարեն մեքենայի ապահովագրության համար։ Թեև նրանցից շատերն ընդունում են դրա անհրաժեշտությունը, սակայն գտնում են, որ սահմանված վճարի չափը շատ բարձր է։ Այսօր որ ստիպում են ստիպողականություն անցկացնեն ապահովագրություն։ Դա ինձ թվում է սխալ է։ Մանավանդ առաջի տարին է դա պետք է լինի կամավոր։ Այսօր ես իմ մեքենան առել եմ, նպատակ չունեմ կամ գումար չունեմ, ես 40-50,000 դրամ տամ իմ մեքենան ստրախանալ։ Ես ինչ պետք է անեմ, կանգնացնեմ, չի լինում, չտամ, չի լինում։ Դա պետք է լինի կամավոր, առաջի։ Երկրորդ, գինը ահավոր գները, ահավոր։ Դեռ մարդիկ չգիտեն միակողմանիա, երկկողմանիա, ես արտասահման շատ եմ եղել, այնտեղ մեծ մասամբ եւ կամավոր է, եւ գները այդքան գին չկա։ Ես չեմ իմանում, ես Հայաստանը մեր աշխատավարձն է բարձր, դրա համար բարձր գին գնում, թե ինչն է բարձր, այդ գները շատ է, ես 50,000 իմ մեքենայի համար ապահովագրության համար փոխեմ։ Առաջի տարին է, ես խնդրում եմ առաջի տարին լինի կամավոր, երկրորդ տարին արդեն կգա կհավասարի ով ոնց կողմեցել։ Որ մի քիչ նորմալ գները լինի, ճիշտ բան է, բան չի։ Ես թոշակառու մարդ եմ, ես ինչքան պետք է փոխեմ։ 20,000 թոշակ եմ ստանում, 20,000 ոնց կարամ ապրեմ համեսապ կամ։ Դժվար է, ակսիժա, շատ դժվար է։ Ես այսօր որով կասեմ, առայժմ մեր մոտ հալա շուտ է այդ ստրախով։ Եթե ստրախով կարելի, ավարիաները շատանալի, առանց այդ էլ շատ է մեր մոտ ավարիաները։ Հիմա կշատանա այն պատճառով, ամեն մեկն էլ կարող է բծավտող խփի, ասի արեք սա։ Բազմաթիվ վարորդների համար ապահովագրական վճարի չափը բավականին ծանրակշիռ գումար է։ Պետք է նկատի ունենալ նաև այն, որ բացի ապահովագրավճարից, մեքենայի սեփականատերերը վճարում են նաև գույքահարկի եւ մեքենայի տեղզնման համար։ Ոնց այդ գույքահարկ բանը հանեն, որ ժողովուրդը ես կարամ վճարեմ, ոսկի խնդրեմ չկա, բայց ինչքան մարդ կա, որ չի կարելի, ոնց գույքահարկը հանեն, ստրախովքան թողեն, էլի։ Այս պայմաններում ժողովուրդը ոչ փող ունի, ոչ բան, ոնց են անելու։ Պարտադիր է, բա ոնց մարդիկ ստրախով կանեն, որ իզուր քաշքշուկների մեջ չգնեն, բայց ինչ որ հասնում է, նույնքվա պայմաններում այս ժողովուրդը մի քիչ հարուստ չեն, էլի։ Իսկ թվում է, եթե ապահովագրություն ամենը ճիշտ գնա, լրիվ ճիշտ գնա, դա վատ բան չի, հա լավ է, բայց արդեն լսել եմ, այստեղ կարող է ծանոթություն ընկնի առաջ, ամեն մեկը իր բարեկամի լավություն անի, ով մեջք չունի, այնի կարող է քաշի, այդ մոմենտն էլ կա, բա ոնց։ Հիմա դե մեկ առաջում հալա դրան այդքան ծանոթ չեք, որ լրիվ ասենք, ինչ է կատարվում։ Վիճակագրությունը փաստում է, որ բավականին հաճախակի են դարձել հատկապես թանկարժեք մեքենաների վթարները, սակայն Կենտրոնական բանկում վստահ են, որ սա օրենքի առաջնահերթություններից չէ, եւ սակագները որոշելիս հաշվի են առնվել միջին ցուցանիշները։ Այնուամենայնիվ, ներկայում գործող սակագները վերջնական չեն։ Ամեն տարի ավտոապահովագրողների բյուրոն պետք է վերանայի սակագները։ Եթե պարզվի, որ ոլորտում աշխատող ընկերությունները գերշահույթ են ստանում, ապա բնականաբար սակագները կնվազեն։ Իսկ եթե պարզվի, որ ավտոապահովագրող ընկերությունները աշխատում են վնասով, սակագները կբարձրանան։